Ժորժան, դիտեք։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%, 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25%։ Սա թերևս հարցի պատասխանն է, կամ կարող է մեզ օգնել պատասխանել հարցին, թե մարդիկ, որտեվ մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական հարթակներում այս հարցը հնչում է, թե մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, թե ավելի վատ 2018 թվականի համեմատ։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Փաստորեն բոլորիս կյանքը 50%-ով լավացել է, բա։ Այս կառավարությունը հասել է նրան, որ բոլորս 50%-ով ավելի լավ ենք ապրում։ Ժորժան, գրեք էլի մեկնաբանություններում, դուք 50%-ով ավելի լավ եք ապրում, թե 100%-ով ավելի վատ եք ապրում։ Գրեք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը տեսնեն։ Պարոն Փաշինյան, ձեր օգնականները ինչ-որ թվեր են ներկայացնում։ Մի հատ դուրս եկեք մարկանց հետ շփվեք, մի հատ թոշակառուների հետ շփվեք, մի հատ ուսուցչուհիների հետ շփվեք, մի հատ, չգիտեմ, ընտանիքների հետ շփվեք, սովորական քաղաքացիների հետ շփվեք։ Ես չգիտեմ դուք հիմա ում հետ եք շփվում։ Գիտեմ, որ մեծարարուստների հետ եք շփվում, գիտեմ, որ նախարարների հետ եք շփվում, գիտեմ, որ իրանց կյանքը, այդ պաշտոնավորների կյանքը ձեր օրոք 120-150%-ով է լավացել, եթե ոչ 300%-ով է լավացել, բայց մարդկանց կյանքը միանշանակ վատացել է, 50%-ից 100% ավելի վատացել ձեր օրոք, ձեր կառավարության օրոք։ Մի հատ գնաճը նայեք, մի հատ նայեք առհասարակ գները, մարդկանց ստացած եկամուտները, հետո կհասկանանք մարդիկ լավ են ապրում, թե վատ են ապրում։ Ժորժան, գրեք մեկնաբանություններում, թող կարդան ու հասկանան, լավ են ապրում, թե չէ։ Ձեր օգնականները ձեզ սխալ են զեկուցում, պարոն Փաշինյան։ Ժորժան, ես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն եմ, Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի, բաժանորդագրվեք իմ էջին։